Ինչու էր Հայաստանը լռում, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով մեր երկիր եկած ցորենը ոչ թե բարձրակարգ է, այլ 4-րդ կարգի։ Բայց խի պետք է նշվել։ Հայ պաշտոնյաների հայտարարություններից տպավորություններ ստեղծվում, թե ռուսական ցորենի այլընտրանքն է ճանապարհին։ Ինչ-որ մեկը կարգը ներկայացել մինչև այդ, լուրջ։ Կարգ չեն ներկայացրել հայ պաշտոնյաները, բայց չեն էլ կանխել քննարկումները մեր երկրում, որ հնարավոր է հացի գնի փոփոխություն լինի։ Էկոնոմիկայի նախարարը միայն նշել է, որ դրան պետք չէ սպասել, չհիմնավորելով, որ ղազախական ցորենը հաց թխելու համար չէ։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կաթ կամ ինչ-որ։ 4-րդ կարգի ցորենում սպիտակուցի քանակը քիչ է, այն հիմնականում որպես անասնակեր է օգտագործվում եւ օսլա, սպիրտ կամ այլ արդյունաբերական արտադրանք ստանալու համար է։ Ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության։ Ոչ թե ցորենի որակի, այլ ճանապարհների դիվերսիֆիկացիայի հնարավորության վրա պետք է կենտրոնանալ։ 4 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 4 անգամ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Երեք ղազախական կողմն էր բացել փակագծերը, որ Հայաստան է արտահանել 1000 տոննա 4-րդ կարգի ցորեն։ Ղազախստանի ազգային հացահատկային օպերատորը պատրաստ է ամսական մոտ 15-ից 20 հազար տոննա հացահատիկ մատակարարել հայ սպառողներին, որի համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ Ցորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Ընդդիմությունը հարցումներ է պատրաստել հասկանալու Ղազախստանից եկած ցորենի ինքնարժեքը։ Այդ ցորենի վագոնները հետ պիտի ուղարկվեն, չէ՞, եթե այդ ցորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Բացի այդ, ղազախական ցորենը ոչ թե Ադրբեջանից է Հայաստան մտել, այլ Վրաստանից, տրանզիտի համար նույնպես պետք է վճարել։ Սա նաև ապացույց է, որ մեծ հաշվով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակում չի եղել, ընդգծում է Դանիելյանը։ Ղազախից Իջևան 10 կիլոմետրանոց երկաթգիծը պետք է վերակառուցել։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Բեռնատարներով ցորեն ներմուծող ընկերությունների մրցակցությունը մեծ է։ Մրցույթից դուրս չմնալու համար ընկերությունները պարբերաբար նվազեցնում են բեռնափոխադրումների գները։ Երկաթգծով բեռնափոխադրման դեպքում այդ մրցակցությունը չկա։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։